Բարի լույս, բարի առավոտ, սիրելի բարեկամներ, բարի երկուշաբթի շաբաթվա առաջին օրը եւ օրվա սկիզբը ինչ հիանալի է եւ այսօր մենք միացել ենք դեպի Ֆրանսիա, դեպի Վալանս քաղաք, որտեղ բնակվում է մեր սիրելի հովիվ Հակոբ Գուջիկյանը, նա ուրեմն Վալանսի հայ ավետարանական եկեղեցու հովիվն է եւ ինձ համար շատ հրաշալի մեծ պատիվ է, որ միացա Հակոբին։ Հակոբ ջան, բարև։ Իդեպ ասեմ, որ Հակոբի իմ փեսան է, աղջկաս ամուսինը, 3 թոռներիս հայրը, որոնց շատ սիրում եմ։ Հակոբ ջան, ինչպես ես, բարև, շնորհակալ ենք, որ միացար մեզ եղբայրս։ Բարև լույս բոլորին, բոլոր մեր ունգընտիրներուն, ուրախ եմ, որ միասին այսօր արիթ ունենք խոսալու, զրուցելու, Աստծո խոսքի շուրջ, շնորհակալ եմ այս հրավերի համար եւ կարծում եմ, որ Աստված սերիկ ունի ամեն մեկերոնս այսօր արդու։ Այո, Փարտիրոջը, ուրեմն մենք պատկերդ մի փոքր հետ մնաց, բայց հիմա լավ է, արդեն շտկվեց։ Մենք ուրեմն շատ շնորհակալ ենք կրկին անգամ եւ այսօրվա թեման միանգամից հանձնում ենք քեզ խոսքը, եղբայրս, շատ հրաշալի թեմա է, Եփեսացիս 1:3-ը, 3-ից սկսած եւ վերնագիրը Քրիստոսի հոգեվոր օրհնությունները, այսպես է։ Այո։
եթե չեմ սխալվում, եւ ինչի մասին է լինելու խոսքը, եղբայրս, սիրով լսում ենք քեզ։ Ուրեմն ես առաջարկում եմ առաջ որ սկսենք մի քիչ նայենք Եփեսացիս քրքի Բոսարակյալը որ գրեց այս գիրքը, ինչի գրեց, ինչ վիճակների մեջ էր, որովհետև ես ենթադրում եմ, որ որբեսի հասկանանք ասո խոսքը եւ հասկանանք երբ որ Բոսարակյալ գրեց ինչ նպատակներով գրեց, հարկավոր է գտնալ ինչ միջավայրի մեջ էր, որը ուղղված էր այս գիրքը Ուրեմն եթե հիմնական խոսենք Եփեսոսի մասին, գրեցենք որ Եփեսոս քաղաքը շատ մեծ եւ կարեւոր քաղաք մներ եւ գրեցենք որ Եփեսոսի մեջ օրինակ կար ամենամեծ դաջարը Արտեմիսի եւ այս մեծ դաջարը 30 մարդիկ կար որ գուքային Եփեսոս որբեսի այցելեին որբեսի տեսնեին ուրեմն որբես քաղաք շատ կարեւոր էր եւ այսօր Եփեսոսը դագավին գոյություն ունի եւ այսօրվա Թուրքիո Իզմիր քաղաքի մեջ գտնվի ուրեմն ասամեն ինչը գտնալով գիտենք որ անշուշտ այս գիրքը գրված է Բոսարակյալի կողմէ եւ այս գիրքը գրված է մոտավոր Քրիստոսի հետ 60 թվականներին եւ շատ հետաքրքրական է որ գնայինք այս քրքի բարօրնակությունը գզարմանակ որովհետեւ գիտենք որ այս գիրքը գրված է եւ որ Բոսարակյալ ինքը գտնվեր փանդի մեջ Հռոմի մեջ եւ գտեսենք որքան որ իրեն համար այնքան կարեւոր չէր իր գտնված վայրը որովհետեւ փոխանցեր ասո խոսքը մեծ մասամբ նամակները որ Բոսարակյալ գրած է ուրեմն գտնված է շատ դժվար բարականերու մեջ եւ այդ մեկը մեզ ցույց է տալիս որ եթե մարդ ուզում է ծառայի կարեւոր չէ ինչ բարականերու մեջ է ինքը գրնա իսկապես իր ծառայություն անել Բոսարակյալ երբեք չէր գետրոնացած իր դժվարությունների վրա իր խնդիրների վրա ինքը գիտեր նպատակը որ ունի եւ գիտեր որ ունի գոչում աստուծմե որ պետք է այդ մեկը իրակորձե ինչ որ ալլա իր բարակաները ինչ որ ալլա իր դժվարությունները դրա համար գուզեմ նախ եթե գրնանք գարտալ առաջին 3 համարները 1-ին 3 այո կարդամ ես այո Պողոս Հիսուս Քրիստոսի առաքյալ Աստծո կամքովը նա այն որ սուրբերին որ Եփեսոսումն են Նա դե կարծեմ սկզբից անսախալի Պողոս Հիսուս Քրիստոսի առաքյալ Աստծո կամքովը այն սուրբերին որ Եփեսոսումն են եւ Քրիստոս Հիսուսումը հավատացյալներին շնորհ լինի ձեզ եւ խաղաղություն Աստված մեր Հորիցը եւ Տեր Հիսուս Քրիստոսիցը օրհնյալ է Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը որ մեզ օրհնեց ամեն հոգևոր օրհնությունով երկնավոր բաներումը Քրիստոսով Այդքանը այո հետո շարունակենք ուրեմն ստեղ որ նայում ենք այս համարները ինձ համար երկու հետաքրքրական բան կա որ պետք է խոսանք առաջինը ասեցինք որ Բոսարակյալ այս գիրքը ուղարկում է Եփեսոսի եկեղեցին եւ ստեղ ասում է որ այս գիրքը ուղարկված է բոլոր անոնց որ հավատում են Քրիստոսի ուրեմն Աստվածաշունչի մեջ կան գարկմը նյութեր գարկմը հատվածներ որ բոլորի համար է իսկ կա գարկմը հատվածներ որ հատուկ այդ մարդկանց համար է որ արդեն իրենք հավատում են եւ այնպիսի բաներ կգնանք գտնել Եփեսացիներու մեջ քիչ վերջ պիտի դենանք որ այդ խոսքերը բոլոր մարդկության համար չէ այդ խոսքերը այդ մարդկանց համար որ իրենք արդեն ընդունած են Քրիստոսի այդ մարդկանց համար որ արդեն իրենք
Այսինքն նամակը հասցեագրված է կոնկրետ հավատացյալներին, այդ իմաստով։ Այո, Ճիշտ է։ այո։ Հետո երկրորդ բանը որ դենանք այստեղ շատ հետաքրքրական է, որտեղ Պողոս Արաքյալ գիտե որ ուղարկում այս քիրքը Եփեսոսի եկեղեցին եւ Եփեսոսի եկեղեցին գիտե որ Պողոս Արաքյալն է ուղարկում, բայց ինքը նորեն պետք է ասում որ քրի Պողոս Հիսուս Քրիստոսի Արաքյալը ինքը ներկայացնում է եւ այստեղ նպատակը դա չի որովհետեւ Եփեսոսի եկեղեցին որ նամակը ստանա բիլի չիմանա ով է ուղարկողը այստեղ ինքը ուզում է շեշտի որ իր գոչումը իր Արաքյալ լալը որևէ որ շարունակեն գսե Աստծո կամքով Այսինքն ուղարկված Քրիստոսի կողմից այդպես նաև հայտարարեց Այո, Արաքյալ բառը արդեն նշանակում է ուղարկված կամ անորոշ գտեսնենք որ իսկապես Պողոս Արաքյալ նախընտրում է ուզում է այս խոսքերով սկսի նամակը որովհետեւ ասա եկեղեցին անինչ որ ես ցես կրում եմ անինչ որ դուք պիտի լսեք հիմա Էդի իմ քաղաքարները չեն, էդիգա իմ մտածումները չեն, էդիգա Աստծո քաղաքարն է, որ ես ընդրված եմ Աստծո գոմե ուղակի օրեն։ Եվ շատ կարևոր է այսօր մեր համար էլ իմանանք, որ մենք եթե ընդրված ենք, եթե մենք գանչված ենք բանի համար, եթե Աստծո գոմե գանչված ենք, այդ շատ բան է փոխում մեր կյանքի մեջ։ Հատկապես վստահությունը վստահ ես, որ Տիրոջից ուղարկված ես, դրա այդ իմաստով։ Այո, որտեղ բոլորս գիտենք, որ ծառայության ընթացքին գարա լինի ժամեր, որ դժվար են, բահեր, թեփքեր գարան լինեն, գրնանք հիաստափվել, գրնանք հուսահատիլ, բայց մինչև անադեմ, որ գիտենք, որ մենք մեր գոչումը, մեր գանչվածը լալը Աստուծո է, Քրիստոսն է, այնադեն բոլոր դժվարությունները, որքան գրնանք ավելի թյուրին հաղթահարել, որտեղ գիտեմ, որ իմ գոչումս մարդոց մեջ է, այլ Աստուծո մեջ ստացած եմ։ Մի բաներ կա շատ հետաքրքիր միտք արտնացավ մեջս գիտես երբ որ դու ասում ես որ Տիրոջից եմ ուղարկված նշանակում է որ այն ինչ որ հիմա պետք է ես ասեմ դրա այդ խոսքի ծանրությունը իմ վրա չի Տիրոջ վրա է այսինքն եթե հարց ունես Տիրոջը դիմի ես ընդամենը փոխանցողի դերում եմ այդ իմաստով չէ այո Եվ եթե գետրոնանանք այս կապարի վրա շատ ավելի հեշտ է ավելի ճիշմարիտ լալ մարդկանց հետ որովհետև երբ որ մարդկային մեր մտածումներն ենք խառնում Աստծո ծրագրի հետ կամ Աստծո գործի հետ չի ստացվում ամեն ինչ որ գտնալ Աստված ուզում է ասի մենք ուզում ենք այդ մեկը քեղեցկացնել կամ ուրիշ ավելացնել ավելացնել այո բայց եթե ես Աստծո մեջ անչված եմ եւ ինչ որ պիտի փոխանցեմ այդ Աստծո ճշմարտությունն այնադե շատ կարևոր չի իմ համար եթե թիմացի անցած ընդունում է կամ ոչ ես կարևորը փոխանցում եմ Եվ վերջ, հետո Աստվածը շարունակում այդ գործը, ես չեմ շարունակում։ Շատ ճիշտ է։ Եք շարունակենք կարդալ, ուրեմն, եթե գրանք 4-ն 14-րդ համարը կարդալ։ Ինչպես որ ընտրեց մեզ նրանով աշխարհի ստեղծելուց առաջ, որ մենք սուրբ եւ անարատ լինենք նրա առջև սիրով, մեզ առաջուց սահմանելով, որ Իրան որդեգիր լինենք Հիսուս Քրիստոսի ձեռքովը իր կամքի հաճության պես իր փառավոր շնորհքի գովասանքի համար որ նրանով շնորհք ցույց տվեց մեզ այն սիրելիովը որով ունենք փրկությունը նրա արյունով մեղքերի թողությունը իր շնորհքի մեծության չափովը որ ավելացավ մեզանում ամեն իմաստությունով եւ գիտությունով Ցույց տալով մեզ իր կամքի խորհուրդն իր հաճության պես, որ առաջուց դրավ Իրանում ժամանակների
լրության տնտեսության համար, որ ամեն բան բովանդակվի Քրիստոսումը, ինչ որ երկնքումն է եւ ինչ որ երկրումը։ Ներողություն Նիվարկյան որով էլ որ ստացանք ժառանգությունը մենք առաջուց որոշված լինելով նրա առաջադրության պես որ ամեն բան հաջողում է իր կամքի խորհրդի պես որ մենք գովասանք լինենք նրա փառքին որ առաջուց մեր հույսը Քրիստոսի վրա ենք դրել որ նրանում եւ դուք հուսացաք եւ ճշմարտության խոսքը լսեցիք ձեր փրկության ավետարանը որին էլ երբ որ հավատացիք խոստմունքի սուրբ հոգովը կնքվեցաք որ մեր ժառանգության գրավն է միջև ստացվածքի փրկությունը նրա փառած գովասանքի համար Ես ինչ ես ձենս Չուխը մի եղբայր Անպայման Էսի Հասցրեցի ամբողջը կարդալ Ուրեմն այստեղ եթե նայենք 4-րդ համարին ասում են ինչպես մեզ անունով աշխարհի սկիզբեն առաջ ընդրեց հիանալի բան է իմանալ որ մենք հավատացյալներս ես եւ տուն բոլորս ընդրված ենք աշխարհի սկիզբեն ի վեր Մի հատ ուրիշ համար մգա որ ասում է մորոդ որովայնի մեջ երբ որ էիր ես քեզ կճաշնայի արդեն բայց այս ուրիշ հանքրվան է ոչ թե որ մորոդ որովայնի մեջ էիր այսինքն երբ որ առաջ որ ասված ըստեղծեց ամեն ինչ ամբողջ ստեղծագործությունն առաջ տուն Աստծո ծրագրի մեջ էիր դու ընդրված էիր որ Աստծո ծրագրի մեջ մնաս որովհետև ինքը մեզ ընդրեց գսե որը մենք ընդրված ենք Քրիստոսով ոչ թե ընդրված ենք որովհետև ավելի իմաստուն ենք քան մյուսները ընդրված ենք Քրիստոսով այսինքն ողորմությամբ ընդրվեցանք ոչ թե մեր բարի գործերուն համար ընդրվեցանք այլ շնորհքով ընդրվեցանք եւ գսե որ որքան արժեքավոր է մեր էությունը որ ինքը առաջին ծրագիր Աստծո մենք էինք առաջ որ ճուրը եւ աշխարհը ցամաքը իրար մեջ զադե առաջ որ ստեղծե ծրճունները ամեն ինչն առաջ մենք էինք Աստծո համար հրաշալի է իսկապես գիտնալ որ որպես մարդ առած ինչ դեղ ենք գրավում Աստծո կով ուզում ես բան ասես ոնց որ ձենս կտրվել է չեմ ասա շարունակ Յակոբ ջան բայց կուզեի բանը նայ երրորդ խոսքը անպայման մի փոքր շոշափենք որովհետև մենք երբեմն երբ որ ասում ենք օրհնություն մեր ընկալումները օրհնության մասին ինչ են շատ անգամ մենք երբ որ ասում ենք օրհնություն ավելի շատ կապում ենք կենցաղային հարցերի մեջ սա ժամանակավոր ֆիզիկական իրականության մեջ ենք այդ օրհնությունները օրինակ Աստված ինձ սա տվեց այս տվեց առողջությունս վերականգնվեց բայց ստեղ խոսում է ուրեմն օրհնության մի տեսակ որը ասում է ինքը հոգևոր է եւ երկնավոր է այսինքն ավելի բարձր սա շատ կարևոր է այսինքն մեր ընկալումների մեջ օրհնությունը ավելի լայն իմաստ է ստանում երբ որ սա հասկանում ենք եթե նկատենք հետագայում ոչ մի կենցաղային հարցերի մասին չի խոսում ընտրեց զավակ դարձրեց որոշեց նկատում ես լրի հոգևոր իմաստ ունի կներես ընդհատեցի բայց չէ սա շատ կարևոր է այո եւ 5-րդ համարը դրա մասին շարունակում է որ խոսում է ասում է որովհետեւ ինքը նախ մեզ սիրեց իր սիրո հետևանքը այն էր որ մենք գոչվեցանք իր ազավակները այս է օրհնությունը
Ասի ամենամեծ օրհնությունն է, ասի ամեն անսահման օրհնությունն է։ Ճիշտ է, ինչ որ ասում ես, մենք շատ սահմանական եւ ֆիզիկական օրհնություններով զբաղված ենք կարգմատները եւ մոռանում ենք այդ օրհնությունը, որ Աստված տվեց, մեզ ասում եմ մեզ որդեգրեց Քրիստոսով, մեզ իր զավակները դարձրեց եւ իր ողորմությամբ արավ այս ամեն ինչը։ Փառքեստես Այս ողորմությունը, այս օրհնությունը չենք կարող ուրիշ ոչ մեկ բանով փոխանցենք եւ գտեսնենք, որ շատ մտերեր կբացատրեն ինչ է նշանակում որդեգրված լալ Աստծո կողմէ եւ ուրիշ համարներ դեռ ավելի բացառություն կտան, ասել որ եթե որդեգրված ես, քիչ չգնայինք նաեւ խոսում է ժառանգության մասին։ Գսե որ եթե որդեգրված ես, եթե զավակ ես, ուրեմն դու ժառանգ ես նաեւ, դու ժառանգություն ունես Աստծո։ Այո, այս է, օրհնությունը այս է, իրական օրհնությունը։ Բայց գիտեք, հոս ուրիշ ավելի գնալալ խորը աստվածաբանական հարցումներ գնալել, որ եւ որ խոսի ընդրված լալու մասին։ Ուրեմն ով են ընդրվածները։ Արդյոք Աստված բոլորին ընդրեց սկիզբեն, արդյոք Աստված միան ընդրեց գարկմը մարդոց, գարկմը մարդիկ որ բիդ հավատային մույսներուն, սա որ թուք գնակ գնալ գործվիլ, ինչպես եղավ այս ընդրության ծրագիրը։ Ինչ ես կարծում։ Ոյ, դա այդ հարցին մի տու շատ վտանգավոր հարց է։ Բայց ըստ ավետարանի, օրինակ ավետարանի կոնտեքստի մեջ շատ բավականին տեղեր կա ընտրվածների մասին, տեղեկություններ կան։ Ես չեմ ուզի շատ խորը գնամ, բայց ես գիտեմ, որ եթե նախասահմանություն ասում է, այստեղ խոսքը ասում է, իրենց ընտրեց առաջուց ընտրեց իր որդիներին, որդեգրեց, որոնց առաջուց ընտրեց։ Հիսուս օրինակ ասում է իմինները լսում են իմ ձայնը, գալիս են իմ ետևից։ Նշանակում է իրանները կան, այդպես է։ Կան բազմաթիվ էլի ուրիշ տեղեր կան, օրինակ բանը Որոմի եւ բանի առակը կա, չէ՞։ Ցորենի եւ Որոմի Ցորենը ցանվեց սերմը եւ Որոմն է ցանվեց Որոմը ցանվեց օրինակ ասում որ հակառակորդի թշնամու կողմից եւ Ցորենը ինքը ցանեց եւ երբ որ հասունացան Տերը թույլ չտվեց որ իր ծառաները ուրեմն Որոմները առանձնացնեն Ցորենից հիշում ես այդ առակը Դեր Հիսուս ասեց է իմ գործն է, ես եմ անելու։ Չգիտեմ, բազմաթիվ տեղեր կա, ես հավատում եմ, որ այսինքն առաջուց ընտրեց ընտրվածներին։ Դա չի նշանակում, որ ինքը բան տվեց տարբերություն կամ առավելություն կամ պակասություն որոշ մարդկանց։ Դա մենք չգիտենք ով է ընտրված, ով ոչ։ Մենք իրավունք չունենք տարանջատելու, բաժանելու, դա մեր իրավունքների մեջ չի։ Այսքան բան կարամ ասեմ։ Այո, նախասահմանությունը այն նյութերն է, որ շատ դժվար է։ Այո, վիճելին է, շատ վիճելի է։ Շատ, բայց ես կարծում եմ, այսինքն գարա փոխվի դարիներու ընթացքին մարդու եզրակացությունը կամ Այո, կարա այսօր ասի ոչ, վաղ ասի այո։ Այո։ Հենց դա է, որ մենք չգիտենք։ Կարա մեկը այո ասի, բայց ոչ է իրան ասած այոն, ավելի շատ քան այոն։ Այո։ Ես կարծում եմ, որ եթե նայենք Աստծո փրկության ծրագրին, ես այսպիսի վերլուծության հասել եմ այսօր, ապակային գարա փոխվի, բայց այսօրվա իմ համոզմունքը է դա, որ Աստված բոլորին ընդրեց, որովհետև Աստծո ծրագիրը փրկության բոլորի համար է
Աստծո խոսքը գսե Աստված գուզե որ բոլորը հավատան եւ բոլորը ապաշխարեն։ Միանշանակ, Այսինքն Քրիստոս չղրգվեցավ միան հadouk խումբի համար, Քրիստոս ղրգվեցավ բոլոր մարդկության համար, բոլոր ով որ անոր հավատա չգործվի հավահավի դերական կյանք ունենա։ Ուրեմն ես կարծում եմ որ բոլորը ընդրված են, բայց գա մարդիկ որ իրենք են դուրս գալիս այս ընդրվածը լալուց։ Ոչ թե Աստված իրենց դուրս է տնում, որ իրենք ընդրված չլինեն կամ չժարանքեն հավիտենական կյանքը, այլ մարդ ինքը դուրս է գալիս Աստծո նախասահմանությունից։ Բայց բարք Աստծո որ մենք դուրս չենք դագավին եւ փորձում ենք մնալ Աստծո կամքի մեջ։ Ճիշտ է, շատ դժվար նյութ է այս մեկը, անորոշ գենթատրեմ փաստադրություններ դալը բավական դժվար է, ամենակարևորը այն է, որ որովհետև փրկությունը անձնական որոշում է եւ ամեն մարդ ինքը իր պատասխանը պիտի դի, մենք կարծում ենք, որ այսպեսի հարց մնալ գա, եթե գարկն ու մարդիկ միան ընդրված են եւ միան գարկն ու մարդիկ սկսվան է պիտի ընդունին Քրիստոսի, ուրեմն ինչու երթանք եւ ավելարանը կարոզենք, որովհետեւ մենք չենք գիտեր ինչպես որ ասիր ով են այդ ընդրվածները, ով են գանչվածները։ Ես կարծում եմ մենք որպես հավատացյալներ պետք է մեր բաժինը անենք եւ Աստված կշարունակի իրը։ Նա ես կարճ մի նախադասություն ասեմ, դրա ինքը ճյուղավորված իմաստներ ունի իր մեջ, բայց այս նախադասությունը որ պետք է ասեմ, սրանով կարելի է ամփոփել ամեն ինչ։ Ես կարող եմ այսպես ասել, ովքեր որ ընդունում են ճշմարտությունը իրանց սրտի մեջ, նրանք են ընտրյալները։ Սրանց ավել զրույց է արդեն այսինքն կտանի վիճաբանություն, բայց ես սրան հավատում եմ, որովհետև Հիսուս ասեց, երբ որ գնաք եւ քարոզեք ավետարանը ամեն տուն, եւ այդ տան մեջ երբ որ մտնեք այդ տունը եւ ասեք խաղաղություն, եւ եթե այդ խաղաղությունը, եթե այդ տան մեջ կա ուրեմն այդտեղ մի հատ հետաքրքիր խոսք ասում, խաղաղության որդի, այդ խաղաղությունը կգնա եւ կհանգչի իր մեջ։ Հիշում ես։ Հիսուսը ասաց այդ խոսքերը։ Այսինքն ով որ ընդունեց ճշմարտությունը, հավատաց, նա ընտրված է, վերջացավ։ Այո։ Ինչ կասես։ Այո, ես դրա համար համաձայն եմ քո հետ։ Ուրեմն մարդու թերը շատ մեծ է այստեղ, որ ինքը մաս կազմի։ Եթե ինքը արձագանքում է այդ քո ասածին եւ խոսքը դեղա գտնում իր մեջ, ուրեմն ինքը ընդրված է։ Նա խաղաղության որդի է։ Խաղաղության որդիները կապ չունի աշխարհի մեջ որքան խրված են ցեխի մեջ։ Եթե նա խաղաղության որդի է, խաղաղությունը հանգչում է նրա մեջ։ Ես մարս այդ խոսքը հավատում եմ։ Այո։ Շարունակենք 8 եւ 9 համարները։ Ստեղ օրեն մինչև հիմա տեսանք, որ ասում է ընդրված ենք, ասո շնորհքը ունենք, ընդրված ենք եւ զավակներն ենք իրա։ Եվ սա շատ հայդակրկրական բան ասում 8-րդ եւ 9-րդ համար ասում է Աստված իր ծրագիրները մեզի իմացուց։ Wow. Այսինքն մեր հարաբերությունը Աստծո հետ միայն ծառայի եւ դիրոջ հարաբերություն չէ։ Երբ որ ինքը բաժնեկցում է իր ծրագիրները քեզի հետ, այսինքն դու կորզագից ես դառնում իր հետ։ Ամեն։ Դու աշխատում ես իր հետ, դու միասին ծրագրավորում եք եւ այս մեկը շատ հաճելի է որպես հավատացյալ, որպես քրիստոնյա։ Եվ որ գիտեմ որ ես մաս եմ գազմում Աստծո ծրագիրը իրակորձելու համար։ Եվ անորոշ այսօր
ինչպես որ ասենք, այս բոլոր խոսքերը հավատացյալներու համար է։ Մենք չենք գնա, Աստված իր ծրագիրը չի բաժնեցում բոլոր մարդկության հետ։ Աստված իր ծրագիրը բաժնեցում է քեզ հետ, եթե դու արդեն իր մեջ ես եւ ինքը քո մեջ է, այն adin սկսում եք արդեն այս ուրիշ հանգրվան է, այս զավակ ворթեքրված լալեն շատ ավելի հերու է։ Ոնց որ Հասուն զավակի մասին է խոսում նաև այդ իմաստով կոնտեքստի մեջ։ Այո։ Ասում եմ այդ բոլոր իմաստությամբ այդ ծրագիրը մեզ տալիս է եւ ինքը տալիս է մեզ իմաստություն վերին իմաստություն որովհետեւ մարդկային իմաստություններով չեն կրնար մենք լալ համակորձագից Աստծո Ուրեմն իսկապես ես շատ հաճելի է եւ գնալ այսօրվա մեր հիմնական հարցումներից մեկը է արդյոք ես ընդեղ եմ հասել եմ այնտեղ Աստծո հետ իմ հարաբերությունս որ ես բաժնեցում եմ իր ծրագիրները Աստված բաժնեցում է իր ծրագիրը ինձ հետ ես կորցում եմ իր տեղյակ ես Աստծո ծրագրերից սեր կարիճը հարց ուղղում մեզ ինքներս մեզ տեղյակ ես Աստծո ծրագրերից հետաքրքրված ես այո եթե տեղյակ ես անում ես Աստծո ծրագիրը թե մասնակից ես քո ծրագիրները անես ճիշտ Եթե մեր աղոթներն է ցույց են տալի, մենք մեր ծրագրերն ենք ներկայացնում Տիրոջը, թե ուզում ենք իր ծրագրի մեջ լինել։ Այո, շատ արեներ ասում ենք լավ բաներ ենք ցանկանում, չէ՞, ուզում ենք այս ինչ ծառայություն անել կամ այս ինչ բան անել, մենք պատրաստում ենք պլանավորում ենք եւ ուզում ենք Աստծո բռնել եւ տնել մեր պլանների մեջ, բայց պես չի մենք պիտի հարմարվենք Աստծո պլանների հետ, ոչ թե Աստծո պիտի հարմարացնենք մեր ծրագիրների մեջ։ Դրա համար շատ կարևոր է գիտնալ Աստծո ծրագիրը ինչա, ամեն մեկերիս համար եւ պատրաստ լինել իր ծրագրի մեջ մտնելու, ոչ թե Աստծո հարմարացնելու մեր ծրագիրների մեջ։ Եվ այդ մեկը գտնա գարկմադելներ շատ դժվար է լալ։ Անորոշ շատ մադերներ հիշում եմ, երբ որ մեգա օթում ասում է ով Աստված խնդրում եմ որ դու ինձ համբերություն սովորացնես այդ եղբայրը գողքից ասում է գիտես դու ինչ ես խնդրում Աստծո մե այսպիսի բաներ են պիտի անցնես դու որ համբերություն սովորացնես վտանգավոր աղոթք է դիգա բայց լավ բան է այո ես նույնն է ասում ես Աստծո ով Աստված ինձի դուր որ գիտնամ քո ծրագիրները եւ մտնեմ քո ծրագիրների մեջ բայց վստահ ես դու ինչ որ ուզում ես Աստծո մե պատրաստ ես դու լման կյանքդ փոխելու եթե Աստված քեզ ասի ել քո դեղիցը եւ գնա Աֆրիկա որբեսի ընդեր ծառայես էսա Երբ որ իրոք շատ մատենն ինձ թվում է մենք չենք նկատում ինչ ենք ասում Աստծո ուղղակի ասում ենք բայց իրոք պատրաստ ենք այդ ամեն ինչին Դե Հիսուսն էլ հետաքրքիր խոսք ասում ով որ ուզում է իմ ետևից գա պիտի մահերով անցնի խաչը վերցնի այսինքն այդ խաչը վերցնել անզուրանալ խաչը վերցնել նրա հետևից գնալ նշանակում է հազարավոր մահերով անցնել ամեն անգամ խաչվել Այս խաչը պիտի գրկած գնաս, որ ամեն անգամ խաչվես այդ խաչի վրա։ Այդ իմաստով, հա։ Այո։ Ամենօրյա գործ է։ Այս համարը որ ասում ես, ես ենթադրում եմ, որ եթե մենք որպես քրիստոնյաներ հասկանանք այս համարը, մենք եւ անշուշտ սկսենք կորզատրելու մեր կյանքի մեջ, մենք իսկապես, այսինքն լավ ջամփով վրա ենք։ Քու անցդ ուրանաս, այսինքն դու չկաս այլևս։ Քո ծրագրերը չկան։ Նաև այդ իմաստով։ Քո ծրագրերը, դու չունես քո ծրագիրը։ Քո ցանկությունները չկան։ Ճանապարհային քարտեզը չկա քո։ Չէ։ Անց ուրանալ էսա, քու անցդ ուրացիր եւ ապրիր Քրիստոսի համար։ Ամեն։ Հեշտ չի, եթե մեր իրական կյանքերը առնենք, հեշտ չի sense կյանք ապրելը միշտ անցնորանալը որը մեր եսը մեր ցանկությունները գարկմադերներ այնքան բարձր են որ նաև մորանում ենք
ոչ էլ հարցնում ենք Աստծո ծրագիրը ինչ է այս ինչ նույնի շուրջ։ Որտեղ մեր ցանկություններն ենք ուզում կատարենք։ Երբեմն sense երկեր կա, չէ՞, Տեր քո կամքը լինի, արա ինչ ուզում ես։ Մեր ձերքերն է բարձրացնում ենք, երգում ենք, բայց իրականում կեղծ է լինում դա։ Եթե իրոք Այո, այդ դրա համար ես ասում եմ մի քիչ շեղվում եմ այստեղ մեր նյութից, բայց ենթադրում եմ շատ կարևոր է այդ բանի համար որ ասեցիր, շատ էմոցիոնալ ադեններ որ ապրում ենք, հեռանում ենք ճշմարտությունից։ Դրա համար գարկմադեններ երգում ենք դարված էմոցիոներով, բայց մենք չենք նկատում ինչ ենք ասում։ Դրա համար ես սիրում եմ շատ, ես էմոցիոնալ եմ եւ սիրում եմ արտահայտվել, բայց ինձ թվում է նաեւ շատ կարեւոր է որ գանքալներ էմոցիոները մեկտեղ թողել, որովհետեւ դրանք շատ արագ կարան փոխվեն եւ լուրջ լինել եւ ասել այո իրոք արա ան ինչ ուզում ես իմ կյանքում վստահ ես պատրաստ եմ դրան դա սրտի գիրք է, չէ, Հակոբ կարելի ասել։ Ան երևույթ թույլ տուր ես բառ ասեմ, դա շատ կարևոր է։ Դու կարող ես չերքես դա։ Դու կարող ես չարտահայտվես մարդկանց առաջ ասելով արա ինչ ուզում ես, քո կամքը լինի։ Երբեմն դա անում ենք տպավորություն թողելու համար մեր շրջապատին, օծյալի տեսք ընդունելու։ Բայց սրտի գիրքը չերևացող, այդ տրամադրությունն է դա, երբ որ անգամ եթե տկարանում ես, հա, բայց միևնույնն է դու համաձայն ես այս իրականության հետ, որ Տեր ես ուզում եմ անպայման քո կամքիդ մեջ լինել, ես սիրում եմ դա, իմ կյանքիս իմաստը թող դա լինի, սա սրտի դիրք է Աստծո առաջ, սա եզակիներն են այս տեսակը կարելի ասել։ Այո։ Ուզում եմ նաև անդրադառնանք 10 եւ 11-րդ համարներին կարող եք կարդաս։ Հա, հիմա ձայնս լավ է, կկարդամ։ Հա, օքեյ։ Ժամանակների լրության տնտեսության համար, որ ամեն բան բովանդակվի Քրիստոսումը, ինչ որ երկնքումն է եւ ինչ որ երկրում է նրանում, որով էլ ստացանք ժառանգությունը մենք առաջուց որոշված լինելով նրա առաջադրության պես, որ ամեն բան հաջողում է իր կամքի խորհուրդների պես։ Ստեղ խոսում է ժառանգության մասին, քիչ առաջ ասեցինք, որ միգնայինք նաև այս ժառանգ ունենալու մասին։ Եթե ընդրված ենք, եթե զավակ ենք, ուրեմն ունենք ժառանգություն։ Ուզում ես բան ասես։ Չէ, լսում եմ եղբայրս։ Եվ մեր ժառանգությունը նաև կապված է մեր ով լալու հետ, մեր ինքնության հետ։ Ասենք ես կարողանում եմ այս ժառանգությունը ունենալ այդ բահին, երբ որ ես իմ ինքնությունը ճանաչում եմ Քրիստոսով։ Եվ այդ մեկը ապրում եմ իմ շորսկոմներից դենում են, որ ես պատկանում եմ Քրիստոսի։ Ես չեմ կարող ժառանգություն ունենամ ընտանիքեմ, որ չեմ պատկանում։ Այդ շատ նորմալ է։ Ես կարողանում եմ այդ ժառանգություն ունենալ, երբ որ ես մաս եմ կազմում այդ ընտանիքի, ես որ թավանում եմ, որ ինքն է իմ հայրը։ Եթե թավանում եմ, որ ինքն է իմ հայրը, ուրեմն ես նենց հարաբերության մեջ եմ մտնում իր հետ։ Հայր եւ որդի հարաբերության մեջ եմ մտնում ես իր հետ։ Ուրեմն ժառանգությունը այո ճշմարտություն է, որ տրված է Աստծո բոլոր հավատացյալների համար, բայց այդ ժառանգությունը ինքնաբերաբար չի գալիս, այդ ժառանգությունը գալիս է այնադեն, որ ես իմ ինքնությունը ասում եմ եւ գտնում եմ Քրիստոսով Աստծո մեջ։ Շատ կարևոր բան ես ասում Հակոբ եղբայր, եթե թույլ տաս միտքել ավելացնեմ ստեղ, որ ժառանգությունը, երբ որ քո կապված է երկնքի հետ, երբ որ դա գիտակցություն է, դա պատկանելիության բաղկացուցիչ մասն է, Աստծուն պատկանելիության բաղկացուցիչ մասը դա ժառանգությունն է,
Երբ որ դու գիտես, որ նրանն ես, որդի ես եւ ունես ժառանգություն։ Հիսուս հետաքրքիր բան ասաց. որտեղ որ ձեր գանձերն են, այնտեղ էլ ձեր սրտերն են։ Սրանով է որոշվում, որ մենք երկնքից ենք, թե երկրից ենք։ Սա շատ կարևոր է։ Երկրորդ միտքը սա է, որ օրինակ Դավիթը այսպիսի արտահայտություն ունի, ասում է դու ես իմ բաժինը։ Այսինքն ժառանգություն ասելով մենք նկատի չունենք ունեցված հարստություն, կոմֆորտ, չգիտեմ, դրախտ միայն, որտեղ սա մի հատ ուրիշ թեմա է, բայց փրկվեմ, այնքան որ դժոխքից պրծնեմ, ընկնեմ դրախտ, Տեր իմ համար դրախտ է պատրաստել։ Այո, դրանք դրա մեջ նշանակություն ունեն, բայց ինքն է մեր բաժին, ինքն է մեր ժառանգությունը։ Նրանով ենք մենք հարուստ, այս գիտակցությունը շատ կարևոր է, կարծում եմ ինչ կասես։ Այո, անշուշտ Գարկ մատեններ դենում ենք, այսինքն մարդիկ, որ գարձես միակ ակնկալությունը իրանց, այն է որ դժոխք չերթան, դրա համար քրիստոնյա են լինում։ Էգոիզմ կա, չէ՞, սրա մեջ մի տեսակ։ Այո, իրենց էգոիզմն է եւ այստեղ այդ կապարը որ Աստծո հետ ոնց որ բիզնես են անում։ Ես ընդունում եմ քեզ, դու ինձ դալիս ես հավելինական կյանք, ավելին չեմ ուզում, վերջ, այնտեղ վերջացավ մեր հարաբերությունը։ Ոչ թե գիտես, հա, ճիշտ ես ասում, բայց թույլ մի հատ գաղափար ասեմ, ոչ թե ավելին չեմ ուզում։ Կա այդպիսի բան, բայց հետաքրքրված չեմ ավելիով, այսինքն ով է նա, որ ինձ տվեց, ով է նա, որ ինձ որդի դարձրեց, ով ես դու Տեր, այս կներես։ Այո, ճիշտ է։ Չնդիմանալով քո խոսքին, այսինքն չհակառակվելով քո խոսքին, սա է։ Չէ։ Այո, ճիշտ է, նենց էլ գա, եւ գարն հավատացյալներ, որ գարան 20 տարի սենց ապրեն, այսինքն էս նորմալ է, որ Գրնարան մենք նոր ենք ճանաչում Աստծո, կամ ուզում ենք սկսենք Աստծո այդ հարաբերությունը, գրնա մեր թրթաբաճարը էսի լինի, բայց եթե մենք 20 տարվա շարունակ նույն մտքով ենք մնում, եւ ոչ մեկ հարաշտիմություն չկա, այդ ուրիշ բան է արդեն, դենում ենք, այսինքն առանց թադելու ոչ մեկի եւ բոլորս մեղավոր ենք, դգարներ ենք, բայց դենում ենք մարդիկ ոնց որ շահագործում են Քրիստոսի, դենում ենք մարդիկ, որ ասում են, որ քրիստոնյա են եւ այնպիսի բաներ են անում, որ զարմանում ես, ասում ես ոնց, ուր է Աստծո ծրագիրը, ուր է Աստծո կորզագիծը լալը, ուր է մեկ լալը Աստծո համար, եւ ասում եմ, երբ որ մարդ նոր է ճանաչում Աստծո եւ նոր է աշխարհում, այն adel հասկանում ես, ասում ես լավ ժամանակ ապետ, բայց որ դենում ես մարդիկ, որ 3 տարիա, 5 տարիա, 20 տարիա մարդիկ, որ ապրում են, ասում են իրենք քրիստոնյա են, բայց ինչ որ ապրում են այդ ցույց չի տալիս, այդ ոչ թե միան վադա իրենց համար, այդ վադա բոլոր այդ մույսների համար, որ գրնալը հետաքրքրված են քրիստոնյա ըլլալով, որով հետաքրքրված են ընդունելու Քրիստոսի, եւ ասում են եթե էսա քրիստոնյան, դե ավելավ ես մնամ ոնց որ եմ։ Դրա համար շատ ճիշտ է ինչ որ ասում ես եւ շատ մեծ թեր ունի մեր գեցվածքը այս ամեն ինչի հետ կապված։ Այսպես ես թվում է ամեն ինչ որ կարևորեր ունեի ասելու ասեցինք, չգիտեմ եթե ուրիշ բան կա որ կուզես այս հատվածի մեջ նայենք շատ հրաշալի թեմա էր Հակոբ եղբայր, չգիտեմ վերջացրեցի թե ոչ, լուրջ մտածելու առիթ է տալի եւ գիտես ինչ անում այս թեման, որտեղ չմոռանանք, որ այս շարք ինչ որ խոսվեց, ամենը ուղիղ կապ ունի օրհնության հետ։ Դա է նշանակում, որ Քրիստոսի ուրեմն օրհնյալ է Աստված երրորդ խոսքը եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրը, որ մեզ օրհնեց ամեն հոգեվոր օրհնությունով, շատ սիրուն խոսք է, ամեն, այսինքն մեր պատկերացումը օրհնության մասին
ավելի լայն դարձավ, ավելի երկնային, ավելի հոգևոր, եւ սա շատ կարեւոր է քրիստոնյայի համար։ Եթե քրիստոնյայի համար օրհնություն Հիսուս հետաքրքիր բան ասեց։ Նույն իմաստ ունի, կներես Պողոսը։ Եթե միայն այս կյանքում ենք հուսացել Քրիստոսին, մենք ամեն մարդկանցից ավելի ողորմելի ենք։ Նկատում ես, եթե միայն այս կյանքում ենք հուսացել, կամ եթե այսպես ասենք, եթե միայն այս կյանքում ես համարում կենցաղային հարցերի մեջ, որ Աստված քո աղոթքը լսեց, ինչ որ հարցեր լուծեց, եւ ոչ ավելին, էլի ողորմելի վիճակ է։ Կարելի է այսպես մտածել, թե ոչ։ Այսինքն օրհնությունը մենք սահմանափակել ենք մի փոքր կաղապարի մեջ, բայց ինքը շատ լայն է, շատ մեծ է։ Շնորհակալ եմ եղբայր այս թեմայի համար։ Ամեն։ Ես շնորհակալ եմ։ Բարձրիոջը։ Եթե կոչում ես, ասելիք ունես, ասա եւ քո աղոթքով ավարտենք Հակոբ ջան։ Ուզում եմ մեր ունգընտիրներուն ասեմ, որովհետև խոսանք դժվարության մասին, խաչվելու մասին, ոնց որ ասեցիր, խաչը դանելու ամեն հանգրվան մեր հետ, բայց նաև այնքան հաճելի է Աստծո հետ համագործակցելը, այնքան քաղցր է, նենց հաճություն կա դրա մեջ, որ ուրիշ ոչ մեկ բանի մեջ չկա։ Դրա համար նույնիսկ եթե կան դժվարություններ լալ համագործակից Աստծո հետ, բայց ես նախընտրում եմ լինել համագործակից Աստծո հետ, նույնիսկ եթե դժվարություններ կան, կան լինեմ այս աշխարհի սկզբունքներով առաջնորդված։ Վստահ ես։ Շատ վտանգավոր բան ես ասում։ Մինչև հիմա վստահ եմ։ Բարձրիոջը, ես էլ համամիտ եմ քո հետ, ես էլ եմ նույն բանը ասում։ Ինչով է Տերը ինձ անցկացնի։ Չգիտեմ, ինչերով էլ անցկացնի, ես հայտարարում եմ, անգամ խայտարակել անի ինձ, բայց միայն իր ծրագրի մեջ լինեմ։ Չգիտեմ, ինչի ես խոսքը ասացի, բայց դուրս թռավ իմ մեջից։ Վստահ եմ։ Տիրոջը դուր կգա այս խոսքը։ Ամեն։ Տիրոջը։ Աղոթենք Հակոբ ջան։ Աստված շնորհակալ ենք ողորմությանդ համար, շնորհակալ ենք ով Հայր, որ դու սիրում ես մեզ, շնորհակալ ենք ով Հայր, որ քո սերը այնքան մեծ է, այնքան անհասկանալի է, շնորհակալ ենք ով Աստված, որ դու մեզ նորոգում ես ամեն օր, Աստված աղոթում եմ ամեն մեկ ունգընտրի համար, որ մեզ լսում է, մեզ դենում է, խնդրում եմ, որ օրհնես ամեն մեկ անձի, օրհնես մեզ եւ օգնես, որ Աստված կրնանք իսկապես քո ծրագիրների մեջ մտնել, քո ծրագիրների համագործակիցը լանգով դեր եւ դուր որ իսկապես կյանքի դժվարությունները, կյանքի իրարանցումը, ասված կյանքի այս փոթորիկները ոչ մեկից չխանգարե, այլ գեցնանք իսկապես մեր աչքերը սևերած դեպի քեզ եւ իսկապես հարաճ չենք ամեն օր որսած պետք ունենք դրա համար քո Սուրբ Հոգիით, քո Սուրբ Հոգիով մեզ զորացրու, որովհետեւ կգրանք հաստատ մնալ քո մեջ Հիսուսի անունով գաղութեմ ամեն ամեն փառքես Տեր Փառտիրոջը Հակոբ եղբայր շատ շնորհակալ ենք իրոք հիանալի թեմա էր եւ նորից նորոգվեցինք Քրիստոսով այս հզոր թեմայի մեջ ասում ենք այո, համաձայն ենք եւ ուզում ենք դա։ Տեր օրհնի քեզ, ընտանիքդ, գործերդ թող օրհնված, պատխաբեր եւ հաջողված լինեն եղբայրս։ Տեր օրհնի։ Մեծի շատ։ Տիրոջը։ Սերի քուրեր եղբայրներ, այսպեսին էր այսօրվա եթերը։ Կուզեի հարց տալ, ուղղակի, քանի հոգի կիսվեցին այս երկեր իրենց ընկերների եթերը, իրենց ընկերների հետ հենց սկզբից։ Իդեք կխնդրեի ձեզ, երբ որ հենց միանում եք առաջի գործը, որ կարիք կա անելու, սա է, ուղղակի կիսվել այս եթերը, սա պետք է, որ արվի։ Եվ երկրորդը, հիշեք, որ Facebook-յան էջի վրա, ուրեմն մեր ռադիոյի, այսպես ասած հաշվի համարն է, բանկի, որ երբեմն կարիք կա, որ օգնեք նաև գումարային հարցով, որտեղ մենք տակացնում ենք այս ուրեմն տաղավարը եւ ինտերնետը վճարելու կարիք կա ես շատ անգամներ չեմ ասում բայց երբեմն իրոք զգացում է այդ կարիքը որ պետք է երբեմն հիշացնել
եթե սիրով անեք, արեք այս գործը, որովհետև սա շատ կարևոր է հետագա մեր ծառայության համար։ Տեր օրհնի ձեզ, մնացեք խաղաղությամբ։ Առաջ Աստված կհանդիպենք չորեքշաբթի, որովհետև վաղը չենք ունենա եթեր, այնպես ստացեց, որ առավոտյան ինչ-որ կարևոր գործ կա, հարգելի պատճառով չենք ունենա եթեր, իսկ չորեքշաբթի մենք կշարունակենք մեր եթերը։ Տեր օրհնի ձեզ, նորից Հակոբ ջան, շատ շնորհակալ ենք, որ միացար, բարևներ բոլորին, իմ օնքներին, նրանց շատ եմ սիրում, շնորհակալ եմ եւ առաջ Աստված հետագայում նորից կհանդիպենք։ Մարանաթա, Տերը շուտով գալու է։